Երևանում կայացավ թվային տնտեսության ու ֆինանսական տեխնոլոգիաների թիվ 1 միջոցառումը Doing Digital Forum-ը, որն անցկացվեց 4-րդ տարին անընդմեջ եւ այս անգամ կրում էր միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները խորագիրը։ Ֆորումը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները, ներկայացնելով դրանք իր լսարանին եւ ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ Ամենամյա միջոցառում է, որն արդեն հասցրել է սիրվել հենց ֆինթեք էկոհամակարգի կողմից, ինչպես նաև այն բոլոր մասնակիցների, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպումներով, բայց նաև այսօր խոսում ենք այն մասին, որ թվային փոխակերպումն արդեն իսկ անցյալ է, ներկան AI-ի մասին է, արհեստական բանականության մասին է եւ Հայաստանը այստեղ շատ ասելիք ունի։ Այսօր մենք խոսում ենք միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները թեմայի ներքո եւ հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը ունի այդ պոտենցիալը կամրջելու Եվրոպան Ասիայի հետ, այս պլատֆորմը միջազգային այլ պլատֆորմի հետ, տեղական պրոդուկտը միջազգային արտադրանքի հետ եւ դառնալու այն կամուրջը, որը կարող է փոփոխել այն իրավիճակը, որում այսօր մենք գտնվում ենք։ Համաժողովը դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային եւ միջազգային նշանակության իրադարձություն։ Առաջին տարում համաժողովն ավելի շատ ուղղված էր թվային փոխակերպման կարևորության բացատրությանը, իսկ այսօր այն վերածվել է հարթակի, որը ոչ միայն միավորում է մասնակիցներին, այլև ձևավորում է օրակարգ։ Անհրաժեշտ է բաց լինել նորարարությունների եւ փորձարարությունների համար։ Հայաստանի համար պահն իսկապես բեկումնային է, որովհետեւ նախատեսված է կատարել 4 միլիարդ դոլարի չափով ահռելի ներդրումներ, որոնք օգտագործվելու են արհեստական բանականության շուրջ համապատասխան էկոհամակարգ ձևավորելու համար։ Հայաստանի առաջնորդներն իրապես ունեն հնարավորություն դառնալու նաև տվյալ ոլորտի գլոբալ առաջնորդները։ Շատ կարևոր է հարցին մոտենալ այն տրամաբանությամբ, թե ինչպես է դա իրացվելու, պահպանելու ենք եղած համակարգը, թե բացվելու ենք փորձարկումների համար։ Սա նաև մտածողության փոփոխության հարց է։ Եթե սկզբում ուշադրությունը կենտրոնացած էր հիմնարար գիտելիքների փոխանցման վրա, ապա այժմ քննարկվում են ինչպես հայաստանյան իրողություններ, այնպես էլ միջազգային արդիական թեմաներ։ Այս տարվա խորագիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը աստիճանաբար դիրքավորվում է որպես կամուրջ տարբեր տնտեսությունների եւ տեխնոլոգիական համակարգերի միջև։ Եթե թվային փոխակերպումները նախկինում ավելի շատ վերաբերում էին փաստաթղթերի թվանշավորմանը օֆլայն ռեժիմից օնլայն տարբերակին անցնելուն, ապա հիմա խոսվում է ինքնավար ծրագրակազմերի ու համակարգերի մասին։ Պետք չէ վախենալ այդ գործընթացից եւ այն հանգամանքից, որ արհեստական բանականությունը կարող է մեր փոխարեն կատարել որոշակի աշխատանք։ Ընդհանուր առմամբ պետք է ընդունենք արհեստական բանականությունը եւ կատարենք մտածելակերպի փոփոխություն։ Այս համաժողովը մեզ տալիս է լավ հնարավորություն նման խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Հանրությունը տեղեկանում է եւ մարդիկ կարող են նաեւ իրենց մտածելակերպում կատարել որոշակի փոփոխություններ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր հերթին հանդիսանում է ֆորումի արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Կոմբինատում այսօր իրագործվում է արդիականացման մեծ ծրագիր, որը նպաստելու է աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Սա ապագայի մասին, այսինքն թվայնացում ինչ է, այսինքն այն է, որ մեզ վերելու է ավելի արդյունավետ տնտեսության, ավելի արդյունավետ աշխատանքների եւ կառավարման։ Այդ առումով մենք կարևորում ենք այս ֆորումի մասնակցությունը, մանավանդ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդեն 3 տարի է սկսել է թվայնացման մեծ ծրագիր, որով մենք ամբողջ մեր արտադրությունը ուզում ենք թվայնացնել, այսինքն իհարկե ինքը մի քանի ուղղություններ ունի, ինքը մի ծրագրի այդ շրջանակներում մի քանի ուղղություններ կան, բայց ինքը վերաբերելու ամեն ինչն է, սկսած արտադրությունից, հանքից, մեր ֆաբրիկայից, վերջացած պոչամբարային տնտեսությունով, մեր կայուն զարգացման տնօրինության բոլոր գործունեությունները, այսինքն դա մեծ մի հատ ծրագիր է, որը բերելու է նրան, որ մենք դառնալու ենք ավելի արդյունավետ։ Doing Digital Forum-ը նպաստել է Հայաստանի որպես թվայնացման եւ տեխնոլոգիական հաբի դիրքավորմանը։ Այս տարի ֆորումն ապահովել էր տեղական ու միջազգային խոսնակների լայն ներկայացվածություն, այդ թվում առաջատար փորձագետներ, բիզնեսի ներկայացուցիչներ եւ պետական հատվածի պատասխանատուներ։ Դրանք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Շվեյցարիան, Սինգապուրը, Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան եւ Լեհաստանը։ Մանվել Մարգարյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։